Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենթեզի գրքերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին։ Այսօր մեր հյուրը իսկական գիկ է, գեյմեր, պրոյեկտ մենեջեր։ Պրոյեկտ մենեջեր, անիմեի սիրահար Իրան Ստեփանյանը։ Շատ ուրախ եմ, բարև։ Ես քեզ AGC-ից գիտեմ, Armenian Gamers Community-ից, ընդդեմ ակտիվ անդամներից ես, համեմատաբար ակտիվ վերջերս։ Որտեղ ես AGC-ում եմ լավ, որ ասենք ինչ որ մեկը մի խաղ խաղում է, հետո ինչ-որ առարկայական ռևյու է գրում, մի քանի հոգի կան ու քո ռևյուներն են։ Աշխատում եմ։ Կարծես շատ հետաքրքիր է։ Դրանից նաև բան է, էլի դու ինքդ էլ ես որոշում խաղաս այդ խաղը, թե չխաղաս, էլի դա շատ կարևոր է այնպես տենց խմբերի համար։ Հիմա ինչ ես խաղում։ Հիմա Dark Souls 3 եմ խաղում։ Ես Souls-like-երը, որ առաջի անգամ սկսեցի, հետո հասկացա, որ իմ համար ուրիշ խաղերը էլ գոյություն չունեն։ Իրանք այդ էֆեկտը ունեն։ Ցանկացած Souls-like խաղալուց հետո դու էլ ուրիշ խաղ չես կարող խաղալ, քո մոտ էլա տենց լինի։ Հա, իմ մոտ էս վերջերս նկատել եմ, այդ ինչ սկսեցի մի քիչ ավելի հետևողականորեն այդ խաղերը խաղալ, հա, իրար հետևից։ Իմ մոտ առաջին լուրջը Sekiro-ն էր։ Դրանից հետո արդեն էլի մի քանի հատ տենց բան, դե Bloodborne-ը խաղացի, հետո Lies of P-ն, հիմա արդեն Dark Souls 3-ն եմ խաղում, դե վաղուց լսել էի իհարկե դրանց մասին, բայց որ ասեմ լուրջ ուսումնասիրել էի, չէ, այ որ խաղում ես, հա, իրոք sense ամբողջ միտքդ միայն այդ ուղղությամբ է լինում։ Իսկ առաջի երկրորդը Dark Souls-ի։ Չէ, դրանք երևի հետագայում կխաղամ։ Dark Souls առաջինի խաղալը իմ մոտ sense էր, ինքը քեզ սկզբում տանջում ահավոր, շատ շտամական է քո նկատմամբ։ Հա։ Խաղի երևի առաջին 1/3-ը։ Հա։ Հետո երկու երրորդում դու քիչ-քիչ ոնց որ սկսում ես հարմարվել եւ այլն, երրորդ մասում արդեն դու վերածում ես բանի։ Այնտեղի աստված։ Ամեն ինչ ոչնչացնում, հա, օպես դառնում։ Հա, ես փորձել էի Dark Souls 1-ը ժամանակին, իր remake-ը, ոչ թե օրիգինալը։ Իմ համար այն ժամանակ ես համել զուգահեռ Sekiro-ն էի խաղում, շատ դանդալոշ թվաց։ Ասացի չէ, ես այս դանդաղություններին չեմ կարող էլի դիմանամ։ Հետո երբ որ Bloodborne-ը խաղացի, ինքը մի քիչ ավելի համեմատաբար այդքան արագ չէր, արդեն հասկացա ինչ որ սամթեր ես բռնում, ամեն հաջորդ խաղը քեզ ինչ-որ բան սովորացնում է, էլի, ու արդեն սկսում ես մյուսներին ավելի հեշտությամբ մոտենալ այդ առումով։ Իսկ երկրորդը կարող է Miyazaki-ին չի մասնակցել ստեղծմանը, ես ճիշտն ասած սկսել եմ երկրորդը, հիմա այս պահին։ Ուղղակի ինքը ինձ շատ մեծ է թվում։ Ավելի մեծ քան մյուսները։ Որտեղ Souls-like-երը իմ պատկերացմամբ իրանք բարդ են եւ այլն, նույն Bloodborne-ը, նույն Sekiro-ն ես չեմ անցել, բայց շատ լավն է, շատ։ Իրանք ինչ որ ներքին կոմպակտություն ունեն իրանց մեջ, այսինքն ինքը նենց խաղ է, որը որ դու նայում ես, ինքը հորիզոնը երևում է, էլի վերջը երևում է։ Երկրորդում այդ զգացումը չկա։ Ինչ է տարքիր է, ես կարծում եի թե ամենամեծը Elden Ring-ն է, ու դրա համար մի քիչ համել վախվախելով եմ իրան բանում, ես այդ մեծ խաղերին, որ գիտես ինչքան ժամանակ պիտի ծախսես, մենակ այդ ես խաղալու հիմնականում, ասում ես լավ, այդքան նվիրվեմ քեզ, բան էլի, բայց փաստորեն երկրորդն էլ է տենց, հա, ես չգիտեի։ Երկրորդում գիտես ինչ նախնդիրը, ինքը հեռավորությունները, որոնք որ դու պետք է անցնես, շատ մեծ են։ Հա։ Այսինքն դու գնացիր հասար բոսսի մոտ ու ծեծես քեզ բոսսը, հետո նորից այդ նույն երկար հեռավորությունը պետք է անցնես։ Սպրինտերը, մարաթոնները պիտի վազես, հասնես։ Հա։ Իսկ Elden Ring խաղացել ես։ Elden Ring սկսել էի, հետո մի քիչ ինչ-որ շեղվեցի, մի քիչ մոռացա որտեղ էի, ասացի լավ, հետո կվերադառնամ արդեն նորից երևի 0-ից, էլի, ճիշտ է, մի 5 ժամ երևի այնտեղ խաղացի, բայց լավ, ոչինչ։ Իմ մոտ 5 ժամվա Bloodborne-ի save-ա կորել ես առաջին անգամ չէ, հա, հա, բանով էի խաղում, այն PC էմուլյատորը որ դուրս եկավ, դե PlayStation-ով չեմ խաղացել, այս անցած տարի էր ոնց որ նորմալ սկսեց էմուլյացիան աշխատել կոմպի վրա։ Ասի դե էսա իմ ժամանակն է 10 տարվա տարելիցը լցվեց, ես կարող եմ բան։ Խաղացի, ինչ որ սեյվերի հետ մի բան արեցի, մեկ էլ այդ իմ 5 ժամվա պրոգրեսը անհետացավ, ես ինձ նոր դե լավ, դե, բայց ավելի արագ իհարկե գնաց այն երկրորդ անգամ հասնելը նույն տեղը, հա։ Bloodborne-ը իմ համար ամենալավն է։ Չնայած ես որ ընկերներս հետ քննարկում եմ, իրանք կեսն ասում են, չէ, Sekiro-ն ավելի լավ է, կեսն ասում են երրորդ Dark Souls-ն ավելի լավ է, սա այո։ Դու երկուսն խաղացել ես։ Bloodborne-ը չգիտեմ, մթնոլորտն է ինձ տենց գրավում, թե ես իր լորը հետո դրե կարդացա մի ամբողջ գիրք էր
Ճիշտ է, Pale Blood-ը Hunter կոչվում կարծեմ։ Ես էլ չեմ հələ կարդացել, բայց հա, Reddit-ներում հայտնի մի հատ գիրք է։ Մի հատ ամբողջ գիրք է, դրեց էդի կարդացի, որովհետև ինքս չէի կարող էլի այդքանը հասկանալ։ Երրորդ Dark Souls-ը ասում են Bloodborne-ից լավն է, դու ինչ կասես։ Դե ես չեմ վերջացրել նա։ Ես ինձ թվում առաջին ոնց չեմ անցել կեսը, չեմ էլ նայում ճիշտ ասած ինչքան է մնացել, ուզում եմ տենց ինքը ինչքան գնա։ Ճիշտ ասած իրանք իմ համար տարբեր են, ճիշտ է, արտ դիզայնի առումով որոշ տեղեր նմանություններ կան, որովհետև ասենք Bloodborne-ում դու ինչ որ տեղեր որ դուրս ես գալիս, ինչ որ գյուղեր բաներ, իրանք նման են, միջնադարյան նույն տենց բան է, ատմոսֆերան կա, բայց մի քիչ տարբեր են իմ համար։ Դե այն parza ոնց որ ես իրանց սուրբ երրորդություն եմ անվանում, այդ Sekiro-ին, Bloodborne-ին ու Dark Souls 3-ը։ Այսինքն եթե դու ուզում ես լրիվ հասկանաս այդ Souls-ի այդ համն ու հոտը, դու այդ 3-ը որ խաղաս, ինձ թվում է շատ մեծ ոնց որ լավ պատկերացում կկազմես, էլի։ Բայց իմ համար Bloodborne-ը ինձ թվում է ավելի բան է, ես շատ եմ իր այդ գոթիկ ատմոսֆերան շատ ոնց որ հավանում, այդ Eldritch horror-ը իր մեջի ու իր մի քանի այդ շերտավոր լինել է, էլի, որ դու ինչքան ավելի ես կարդում, ինչքան ավելի տարբեր անկյուններից ես նայում, մեկը վերջ չկա դրան, այնքան տարբեր շերտեր ինքը ունի, էլի։ Օրինակ Dark Souls առաջինը ինքը ավելի շատ, կախված է երգը քո խաղալու ձևից, բայց քեզ խրախուսում է որ դու ավելի շատ պաշտպանվես։ Sekiro-ն ու Bloodborne-ը խրախուսում են ավելի շատ որ դու հարձակվես։ Իսկ երրորդ Dark Souls-ը Ինձ թվում է այդտեղ արդեն քո ընտրությունն է, որովհետև այդտեղ դու կարող ես թե ագրեսիվ լինես, թե պաշտպանվող, որոշ բոսեր կան, որ մի քիչ ավելի sense պաշտպանվող պիտի լինես, բան, պլյուս քո այդ ես ճիշտ ասած չեմ սիրում այդ մեխանիկային, քաշային մեխանիկան, որ ինչքան վրա հավաքում ես, պիտի հետևես էլի, ծանր ես, թեթևես, ինչի, բայց դե համարվում է, որ դրա մեջ էլ իր հավեսը կա, էլի, որ դու եթե դու թեթևես այն խաղում, որը քեզնից պահանջում է, որ դու ծանր լինես, կամ ակնկալում է, որ այդպես միջին հոտ ես լինելու, դու ունես, ասենք, ինչ որ առավելություն, էլի, բայց ես երբեք չեմ կարողանում ստանալ այն թեթևությունը, որ ասենք ես ունեի Bloodborne-ում կամ Sekiro-ում, ու դա ինձ մի քիչ ներվայնացնում է, դե բայց մյուս կողմից էլ վահան ունես գոնե կարող ես պաշտպանես, էլի։ Բայց այնտեղ այդ parry-ները ես շատ նստեցի այդ parry-ի վրա, էլի, այսինքն թե Bloodborne-ում թե բան դու կարող ես այդ պահին այդ անես ու ուրիշ խաղերում էլի ուզում ես դա ստանաս, իսկ որ չես ստանում, մի տեսակ բան ես անում, էլի նեղվում ես։ Ես sense ասեմ, առաջի Dark Souls-ում այն սկզբի մասը, որ ինձ տանջում էր, մի հատ boss կար, որին չէի կարող ոչ մի ձև սպանել։ Երևի մի երկու շաբաթ նստել էի այդ boss-ի վրա։ Ու վերջում գիտես ոնց եմ սպանել իրան։ Իմ կերպարը լրիվ մերկ էր։ Հա, այն speedrun-ներ լրիվ տկլոր էր, հա, որովհետև ինքը պետքա մաքսիմալ ճարպիկ լիներ, որ կարողանար այդ բանը խուսափել դրա հարվածներից։ Իմ կերպարը լրիվ մերկ էր, մի հատ թուր ուներ ու մի հատ վահան ուներ։ Թեթև։ Մենակ տենց կարողացած, բայց խաղի վերջում ես իրան սարքել էի մի հատ տանկ։ Այն մի հատ դու չես խաղացել, մի հատ կերպար կա, դրան ունի բան, մի հատ վահան, որը այդ խաղի ամենաուժեղ վահանն է։ Բայց այդ վահանը այնքան ծանր է, կերպարը չի կամ նորմալ վազի։ Ու այդ զրահներն էլ վրան այդ կերպարս հազիվ է շարժում, բայց ոչ մի boss չկար, որ իրան կարող է։ Խաղ չկար։ Տանկը գնում է։ Չէ, ես մի հատ ծանոթի հետ քննարկում էինք, ասում է ես սիրում եմ տանկեր սարքել, ու ասած երկու վահանով ասում է, գնում եմ ասում է երկու վահանը ինչ է ծանոթ։ Երկու վահան կաս դու էդի բանա դուր ասենց բանը երկու։ Հա, չգիտեմ, չէ, իմ համար մի քիչ այդ абսուրդ կլներ, ես շատ կտանջվի։ Առանց այդ դանդալոշա, ասենք իմ համար մի հատ էլ արել է։ Բան էի անում, այդտեղ հիմնականը արդեն դու ինչին պետք է նայես, որ ասում է հետևեք մենակ ստամինային։ Հա, հա։ Նայի հանգած ստամինա չպրծնի։ Այդ ստամինա ինչ կա տեղ անելու, ես կանգնում ուղղակի։ Մի հատ խփում են ստամինատ մի քիչ էս կոմա գնում, մի քիչ հետ էս քաշվում, նորից լսվում ապսը։ Լավ էլի, հեշտ կյանք։ Իսկ բանում Bloodborne-ում ու Sekiro-ում չես կարող։ Չէ, այդտեղ չես կարող, այդտեղ պիտի կոնկրետ դու իր հետ միասին աշխատես, ոնց որ իրար հետ եք աշխատում, էլի։ Այնքան հետ գնաս, ինքը այնտեղ կվերականգնվի, կգա նորից քո վրա, ինչի՞ Դրա համար այնտեղ պետք է ավելի ագրեսիվ լինես։ Հա։ Մեկ է Souls-like-երի այն
ոնց էին ասում, մի հատ արտահայտություն կա, որ ասում է սովորի խաղալ։ Git good։ Git good։ Git good։ Դրա մասին մի քիչ էլի դու ավելի լավ երևի կպատկերացնես։ Չէ, իրականում այդ մի քիչ բանա մեմ է արդեն դարձել, որտեղ մարդկանց ովքեր որ գալիս են, ասենք թե Reddit-ներում բան շատ են, չէ, գրում, ես ոնց անցնեմ այսպես։ Բանս ես գրում են Git good, արդեն դարձել է, որ պիտի պարապես անես հիմա։ Այսինքն եթե կա խաղ, որը ունի ինչ որ ձև, ինչ որ բոսին սպանելու, օրինակ, չգիտեմ, սրան էս ձև, սրան էս ձև, սրան էս ձև։ Բայց կան խաղեր, որոնք քեզնից պահանջում են, որ դու խաղի ընթացքում աճես։ Ոչ միայն կերպարից զարգացնես, այլ նաև դու որպես գեյմեր, դու ես աճում։ քո սկիլերը աճացնես։ Ինքը քեզնից էդ է պահանջում։ Հենց երևի էդ է պատճառը, որ երբ որ ես Bloodborne կամ Dark Souls խաղաց հետո ասենք Horizon խաղացի, ես հասկացա, որ այն որ խաղ չի դա, համեմատում ես, այնտեղ դու կոնկրետ ինչ որ ջանք ես ներդնում, այնտեղ ոնց որ սկրիպտով գրած լինի, որ դու պիտի հաղթես։ Ես sense դրա համար ինձ դուր եկան այդ Souls-like-երը, որովհետև մի քանի խաղ խաղում էի ու sense հասկանում էի, որ ոնց որ այդ boss fight-ը յա լինի, յա չլինի, դու sense ոնց որ անցնում ես, հա սինեմատիկա, սիրունա, երաժշտություն, էպիկ է զգում քեզ եւ այլն, բայց ինչ որ բան այդ զգացողությունը չկար էլի, բայց ես չեմ համարում, որ ճիշտն ասած այդ էլիտիզմը պիտի լինի, որ շատ է չէ տարածված հենց Souls-like-երի շուրջ, որ պիտի տկլոր անցնես այդ դա, մի հատ թուր ձեռդ պիտի լինի, այդ էլ չպիտի լինի, ուղղակի խփելով անցնես, կարծում եմ պիտի բան բալանսի ոնց որ գտնվենք ու թողենք մարդ անցնի ոնց ուզում է տանկով անցնի, ուզում է տկլոր անցնի։ Ես տեսել եմ speed runner-ները բաների տեքստուրաների մեջով են անցնում։ Հա, դե այդ cheater-ով բաներով անցնում են, բայց ինձ թվում է դե speed run-ը իմաստն է որ արագ անցնես, այնպես որ իրանք կարող է որոշ boss-երի skip անեն, բան ինձ չի թվում, եթե իրանք դնեին բոլորին անցնեին սրբելով իրանց մոտ դա տենց արագ կթևեր էլի, հա, արագ գնում հասնում են։ Իսկ նաև կա sense պատկերացում, որ ճիշտ Souls-like-ը մենակ From Software-ինն է։ Չէ, դե իրանք ոնց որ հիմնադիրներն են սենց ասած, բայց չեմ կարծում, որ եթե ինչ-որ մեկը լավ է սարքում այդ խաղերը, չի կարող համարվի լավ։ Հիմա Lies of P-ն համարվում է ամենալավ ոչ From Software Souls-like-ը, այսինքն։ Դու համարում ես տենց։ Ինքը լավն էր, մի քիչ ինձ հիասթափեցրեց, որտեվ ես շատ էի լսել, որ իր պատմությունը այնքան հրաշալի է, այ սենց վայ սիրտդ բան անում, կոտրվում է, բայց անձամբ ես սենց անցա, հա, շատ գեղեցիկ էր, art direction-ը շատ սիրուն էր, երաժշտությունն էր լավ եմ, բայց որ ասեմ, որ նենց բան էր, որ բացահայտում տվեց ինձ այդ պատմությունը, լավ ադապտացրել էին, բոլոր այդ էլեմենտները, որ նրանք վերցրել էին, շատ սիրուն համադրել էին ու հա շատ որակով էր, ու ինքը ինձ թվում է նույնիսկ ամենահեշտ Souls-like-երից մեկը կարող է լինի այն մարդկանց համար, ովքեր չեն խաղացել երբեք, որտեվ նախ ինքը ունի հեշտության բաները, մակարդակները, նախ ունի, երկրորդը ինքը քեզ լիքը բաներ հուշում է, այսինքն ասում է, ստեղ quest ունես, ստեղ գնա, հաջորդ մարդու հետ որ պիտի խոսաս էսա, որտեվ այս մարդու հետ վերցրել ես, ասենք սովորաբար դու պիտի մտածես այն NPC-ին որտեղ էր գտնվում, պիտի գնա իրան ոնց որ թե տայի կամ չգիտեիր, երկու boss հետո գա իրեն մեռած է, ասենք, գալիս տեսնում ես, չես տվել իրան այդ բանը, թաշկինակը մեռել է, ասենք թե բայց բանում Lies of P-ն ինքս այն շատ գծային էր քեզ տանում, շատ կարելի ասել կարիդորային բաներ էին, level-ներ էին, դու մի տեղից մյուսը գնում էիր սենց սրբելով սիրուն, մի հատ սիրուն boss էր լինում, վերջում հաղթում բան, այսինքն այդտեղ բան չէր, հա։ Դա արդեն ասում են true, չէ, not true։ Ճաշակի հարց ասենց ասենք երևի, հա։ Որտեվ Souls-like ինքը քեզ ստիպում է, որ դու փորձի ու սխալի միջոցով Այդ կա, այնտեղ շատ բրուտալ բաներ կան, ֆայթեր կան ու իր սիստեմ ինքն էլ ունի parry այդ սիստեման, որը եթե լավ ես անում, հա քեզ շատ օգուտ է, բայց ոչ միշտ է։ Իր մոտ օրինակ մի քիչ ավելի բարդ է, քան Sekiro-ում, շատերը ասում են։ Ես էլ մի քիչ sense թայմինգները դժվար էր լինում բռնացնել, էլի։ Sekiro-ն մի քիչ ոնց որ թե քեզ ավելի շատ է տեղ տալիս, որ դու կարողանաս ոնց որ հակառակես։ Չէ, չէ։ Դե իստումա էլ է սովորելու վրա, բայց որ հենց Sekiro-ին է որում դա քեզ թվում էր էլ ավելի sense այսքան է այդ բաները որ պիտի հա միլիմետրի ճշտության բան էս հա Չէ ես Sekiro-ն հենց սկզբից իմ նկատմամբ շատ դաժան էր ինքը
հենց այդ բարի պա էլի։ Ես մի հատ բան եմ գտել, ես չգիտեմ այդ cheat-ա ուրիշները չեն անում թե չէ, ես դե gamepad-ով եմ խաղում, երբ որ Sekiro-ն հենց սկսեցի ու ինքը ինձ ասաց, որ ես պարտադիր ձախ ձեռքի այդ մատով պետք է parry անեմ, ես հասկացա, որ իմ ռեֆլեքսը ձախի վրա լավ չի։ Ես փոխեցի աջի վրա ու դրանով շատ հանգիստ գնացի ու ես չգիտեմ, գուցե որոշ մարդիկ նաև տառապում են նրանից, որ քեզ պարտադիր սոուզերը միշտ այդ բանի վրա են, ձախի վրա դնում են այդ վահանով խփելը բան, մտածում եմ գուցե մարդիկ փորձեն, ասենք ինչ-որ տենց էլի ստացվի իրանց մոտ։ Հայ դեպ Clair Obscur-ում աջի վրա էր։ Հա, աջի վրա։ Ճիշտ է, աջի վրա էր, արդեն մոռացել եմ այգան։ Իդեպ լավ, քանի որ խոսացինք Clair Obscur-ից, ես հիմա անցնում եմ համարյա վերջերն եմ, բայց միջինով եմ անցնում ու քեզ ասեմ, ես չգիտեմ, կարող եմ ես լավ գեյմեր չեմ, կամ ես եմ վատ խաղում, բայց ինքը տեղ-տեղ սարսափելի դժվար է։ Հա, ինքը ունի շատ զիբիլ մոբեր հատկապես, որ այսինքն կամ մինի բոսեր երևի դրանց անվանենք, հա, որոնք շատ անդուր բաներ են։ Իրանք անունով են մինի, անունով են մինի, հա, բայց իր խափուսիկ պահեն է, որ իրանք անիմացիաները նենց են զարկել, որ ինքը սենց հա, սենց հա, այս բան է, շատ ներվայնացնում։ Քեզ դու ես ես գիտեմ, էլի ինչ ես անելու, մեկ այդ ձախից է խփում, սենց, ես ինչ արեցիր, հա, բայց ինքը, բայց հավես է խաղալը։ Հա, շատ։ Երբ որ ստացվում է այդ parry-ն, սենց շատ բան է, էլի, բավականություն պատճառող է։ Մանավանդ որ ասենք մի 10-20 հազարոց բան ես։ Ես վերջին boss-ին մենակ մի character-ով եմ անցել, որտեղ բոլորը մեռել էին, ոչ մի բան չունեի, մենակ parry-ով եմ անցել։ Հա, մենակ parry-ով եմ անցել։ Ինքը ուներ մի հատ ատակա, որը ես գիտեի ես կկարողանամ parry անել ու դրա արդյունքում ես բուժվում էի, որտեղ մնաց բան էի դրել, որ ideal parry վրա ես բուժվում էի։ Ու ասած սպասում եմ մինչև իդ ինքը անի, ես parry անի, ես ասած դե անցա։ Բայց hard-ով էիր անցնում դու։ Չէ, ուղղակի ես նպատակ էի դրել, որ ես այդ weekend պետք է նստեմ, անցնեմ այդ խաղը ու իմ համար էլ տարբերակ չէր, որ ես դա երկրորդ անգամ փորձեմ, ասած նստած անում եմ։ Վերջը ինքը օգնեց ինձ այդ իր բաներով էլի հատական։ Իսկ ոնց է ընդհանրապես տպավորությունները հենց Clair Obscur-ից։ Որովհետև ես շատ հիացական տպավորություն եմ, ինձ էլ է հիացրին, ինձ շատ է դուր գալի, ոչ այն աստիճան ասենք ոնց Bloodborne-ը, բայց էլի ահագին դուրեկան խաղ է, մանավանդ սյուժեն, գեղարվեստական լուծումը, երաժշտությունը եւ այլն։ Բայ համակարգը, բայց այդ միկրո մենեջմենտը ինձ ահավոր ներվայնացնում է։ Հա, կա տենց բան։ Դե իմ մոտ ընդհանուր տպավորությունները դրական են։ Եթե սկսեմ շատ խորանալ, ես լիքը ունեմ, շատ մարդկանց հետ եմ բանավիճել այդ թեմայով, մի քիչ իմ կարծիքով ուռճացրած է իր այդ ամբողջ այդ բանը, որ ինքը ստացավ, հա, շատ լավ խաղ է ու ես ուրախ եմ, որ տենց ստուդիա, որը ասենք նորաձևավորվել բան ունեցավ այդ իր ոնց որ հաղթանակը եւ հիմա կարող է ինչ-որ բաներ հետագայում ստեղծի, կարծեմ այդ հենց այդ նույն Clair Obscur-ի սերիայի ուրիշ խաղեր են իրանք պատրաստում ստեղծել, Expedition 33 չի, ուրիշ ինչ-որ բաներ են էլի ուզում անեն թող անեն, շատ ուրախ եմ իրանց համար, բայց մի քիչ ինձ որոշ բաներ չբավարարեցին, ինքը արտ էլի շատ սիրուն այդ արտ ձևավորում ունի, երաժշտությունն է շատ լավը, դիալոգներն են տեղ-տեղ լավը, տեղ-տեղ են, որ ասենց ասում ես, լավ, դե սկսնակ գրողներ են երևի ներենք նրանց, կամ սկսնակ չեն, ես մի քիչ բան Երբ որ խաղը դու տեսնում ես, որ ինքը քեզ ուզում է լացացնի, ես մի քիչ չեմ հավանում այդպես բաները։ Խաղ, կինո, անիմե, ինչ ուզում է թող լինի, երբ որ ես տեսնում եմ, որ իրանք այստեղ հաշվարկել են, որ այ դու այստեղ պետք է լացի, էլի, ես դա տանել չեմ կարողանում։ Այդ ճապոնական JRPG-ներն են շատ դա անում, ու ես դրանից շատ եմ ներվայնանում, այդ դրան ասում եմ անիմեականություն է, էլի, որ ասած իրանք ուզում են քեզնից ճզմեն այդ բանը։ Գուցե թողես ես հասկանամ, ես ուզում եմ այստեղ լացեմ, չեմ ուզում լացեմ։ Ու հա, ես ընդհանուր հաճույքով անցա, բայց որ ասեմ, որ Էդ աստիճան sense բան արեցի, երևի սուտ կլինի էլի։ Իսկ բուն մեխանիկաների պահով, ասենք, այդ որ անդադ պետքա մտնես այդ բալատրո անես։ Վահագ ասում է, Վահագ շատ ճիշտ ասում, ասում է Clair Obscur-ը JRPG չի, ինքը բալատրո է։ Հա, այդ մենյուները հա շատ հոգնածնող են։ Այն որ հատկապես երբ որ դու սովորում ես մի քիչ ավելի հեշտ այդ առումով խաղերի, օրինակ նույն Souls-երում ու առանձնապես շատ ժամանակ չես տասում այդ բաների վրա։ Մի հատ թուրա դրեցիր ստա, հա։ Ժողացնում ես մի բանով։ Հա, աշխատում է, ստատ չի աշխատում, այս JRPG-ները, որոնցից իրանք եւ ոգեշնչվել են, իրանք ունեն այդ
մտածելակերպը, որ ես պիտի միլիոնանոց թվերի հասցնեմ այդ damage-ը, ես պիտի ունենամ 1001 այդ տեսակի ինչ-որ բան, որ ես կարող եմ դնեմ, բան անեմ, min-maxing անեմ, չգիտեմ ինչ անեմ, բան, ու ինձ տենց աստված զգամ, ինչ եմ որ մեզ սովորական մահկանացուների ժամանակ չունեմ այդքան կարդամ տեսնեմ, որը 50% եթե ոտը աչքն է, բայց եթե 60%, ապա դա գլուխ տա, այդպես բաներ են նկարագրություններն, ասենց, հա, ինձ էլ դա հոգնածրեց, ես փորձում էի մինիմալ, ինքը ինձ ինչ որ այթեմ էր տալիս, արագ կարդում էի, ասում էի լավ, ես երևի պետք չի ու տենց, չգիտեմ, երևի լավագույն ստատերով էլ չեմ անցել։ Ինձ թվում է ես դաժե under level եմ անցել այդ բանը, հասել եմ Zoot Perry բանով, միջոցով այդ final boss-ին հաղթել եմ, որտեղ ես արդեն ներվ չունեի ու չգիտեմ էլի, մի տեսակ ներվայնացա արդեն, որ պիտի հիմա այս ամեն ինչի grind անեմ, ինչ որ level հասնեմ, ասի չէ, մի ձև։ Ես հիմա ոնց որ մոտենում եմ final boss-ին, որովհետև մտել եմ այդ monolith-ի մեջ արդեն։ Հա։ Մոտիկ եմ իրան։ Մի քիչ կա դեռ։ Չէ, մի քիչ կա դեռ։ Final boss-ը նկարչուհին է, թե բան։ Դե չեմ սպոյլի հիմա։ Բայց դեռ կա monolith-ից հետո։ Իսկ սա մի 3-4 boss կա։ 3-4 շաբաթվա գործ կա։ 3-4 boss-ը չգիտեմ արդեն ինչքան կտևի, բայց հա, եթե ճիշտ եմ հիշում իհարկե, այնտեղ ինչ որ սուպեր boss-եր էլ կան, որոնց ես չանդրադարձա, դրա ժամանակը չունեի, բայց հա, ոնց որ ավելի բարդ են երևի քան հենց հիմնական boss-երը, էլի։ Բայց ինքը հստակ որ ասում եմ հեղինակների սերը JRPG-ի նկատմամբ զգացվում։ Դե հա, անկասկած, այդտեղ ամեն ինչ ես տեսնում, ես որ միացրեցի ու սկսեցի խաղալ, ինձ ինքը հիշացրեց Final Fantasy 13, ինչ որ շատ կոնկրետ sense բան զգացի դրանից, չէ, նման չէր տեսքով, նման չէր ինչ որ բաներով, մեխանիկաներով, բայց շատ հիշացրեց, ու sense ինչ որ շունչ եկավ էլի այդ հին JRPG-ների։ Չնայած հիմա էլ են այդ խաղերը անում, մարդիկ բան էին անում, ասում են JRPG-ին հետ է վերադարձել, մարդիկ ասում են JRPG ոչ մի տեղը չի գնացել են, իրանք ոնց անում են, տենց անում։ Հա, տպում են։ Իսկ այդ բանը ես տենց JRPG-ներից հեռում արդեն, որտեղ շատ չեմ էլի բանարել, ինձ թեկուզ Final Fantasy-ել այն հին ժամանակն է։ Հա, հին, հա, կլասիկները։ Այդ քայլ առ քայլ մարտերը որ կան, այդ նորարարությունները իրանք որ դրել են քայլ առ քայլ մարտի ժամանակ քո ակտիվ գործողությունների հնարավորությունը խուսափելու բարի, թե դա եղել է նաև։ Ինչքան ես գիտեմ, ոնց որ թե ինչ որ նորարարություններ, բայց պիտի որ ինչ որ տենց բաներ լինեն։ Ես էլ այդ դրա մասնագետը չեմ, դե հիմնականում ինչ խաղացել եմ այդ Final Fantasy շարքն ա եղել են հները, որտեղ բնականաբար տենց բան չկար։ Պետքա ուսումնասիրել, եթե այդ չի բարձացել ալիք, որ չեսա նորարարություն չի բան, երևի թե իրանք ինչ որ նոր բան էին մտցրել։ Հա, երևի թե։ Ես մի հատ ռևյուում շատ հետաքրքիր միտք կարդացի, ասում է այս լավ է էլի, որ այդ հնարավորություն կա, որովհետև դու չես sense պարապ կանգնում, նայում թե քեզ ոնց են ծեծում։ Իրականում ինձ էլ դա բան արեց, դե ես կլասիկներին սովորեմ, իրանք դանդաղ են գնում ավելի համեմատած, բայց այդտեղ ինձ էլ դուր եկավ, որ դու կարող ես ցանկացած պահի իրանք չթողես, որ ինքը քեզ խփի, էլի, ու շատ հաճախ ուղակի բան ես դուրս գալիս այդ կռվից, եթե լավ ես անում, իհարկե, որ ես քեզ ծեծեցի, ոչ թե դու ինձ, էլի։ Իսկ ուրիշ տեղեր հա պիտի ստանայր այդ դեմիջը եւ հետո բուժվեիր անպայման բան, դստեղ էլ բնականաբար, բայց ամեն դեպքում հավես էլեմենտ մտնում էր էլի դրա մեջ։ Իսկ այս տարվա մասին մի քիչ խոսանք, այս տարվա նոր խաղերից ինչ որ բան փորձել ես Resident Evil Requiem, Pragmata, լսել եմ բոլորի մասին, տեսել եմ։ Հետաքրքիր է, ինչն է հետաքրքիր, որ Capcom-ը իր համար հանգիստ ստեղծում է, ասենք, խաղեր մի տարվա մեջ 2, 3, 4 հատ, որոնք բոլորը կարան, ասենք, տարվա խաղի տեխնացու լինեն։ Հա։ Հա, իրանք անում են։ Ես դրանք չեմ հասցրել, Resident Evil մի անգամ եմ խաղացել, կարծեմ 2-ի remake-ն էի սկսել, բայց Game Pass-ս վերջացավ, թողեցի։ Բայց լավն էր, հա։ Բայց դրանք չեմ խաղացել դեռ, ես սովորաբար չեմ խաղում խաղերը, երբ որ իրանք նոր են դուրս գալիս, իմ մոտ նենց է ստացվում, որ ես միշտ հետ եմ բոլորից, բայց փոխարենը շատ եմ նայում, այս կողմեն կողմ ու ընտրում եմ այն ինչ որ իրոք ինձ այդ պահին, ասենք, հետաքրքրի էլի, չեմ ընկնում այդ տրենդերի հետևից։ Ինչն է հետաքրքիր ստեղ, որ ինքը կլասիկ խաղային ստուդիա է ու շարունակում է կլասիկ ձևով իր բիզնես մոդելը ու դրան հակառակ, ասենք նույն Sony-ում ստեղծում են 250 միլիոն դոլարանոց խաղ, որը պրավալի է հա, ստեղծում մի հատ, հա։ Ու պրավալի է ենթարկում։ Հա, ո՞րն էր կոնկրետ որ վերջերս բանը։ Concord-ը։ Հա, սկանդալի վրա։ Հա, ասենք դու որպես գեյմեր էլի ոնց ես
բանամ էլ այդ մոտեցումը, որ պարտադիր պետքա նոր խաղը լինի, չգիտեմ, սեսիոն կա, հա, այդ փող քամելու միկրոտրանզակցիաներով միկրոտրանզակցիաներով նույն Diablo-ն ոնց են բանարել, որպես գեյմեր, որ ակտիվ է այդ բանում էլի, դու ինքդ ոնց ես մտածում էլի, կարան գեյմերներ իրանք փոխվեն ըստ խաղերի ու իրանք էլ դառնան, ասենք, այդ նույն բանը սպառողը։ Չեմ կարծում ճիշտն ասած, որտեվ հիմնականում մեր պահանջները ուրիշ են, չէ՞, մենք ուզում ենք լավ ժամանակ անցկացնենք, որ մեր ժամանակը ահա որ չխլի մեզնից, դա հատկապես էս մեր օրերում չես հասցնում ոչ մի բան անես, դա շատ ներվայնացնող է, կան մարդիկ, որոնք ասում են դե հիմա տենց է, անում ենք, օրինակ, չգիտեմ, ես գիտեմ, որ ճապոնական հասարակությունը իրանք շատ լուրջ են վերաբերում այն նրան, թե ինչ են ընկերությունները ասում, այսինքն copyright-ին են շատ լուրջ վերաբերում, ասում են դե ասված է, ուրեմն տենց պիտի կանոններին հետևենք, պետք չի բողոքել, պետք չի պիրատել, եթե հանել են խաղը սերվիսից, ապա հանել են վերջ, ուրեմն չես կարող բան։ Բայց ինձ թվում է, չէ, մենք որպես ընդհանուր sense գեյմերական համայնք, մենք մեր պահանջները ունենք ու եթե իրանք չեն անում դա, պարզապես չեն խաղա այդ խաղերը, այսինքն ինչի համար եք սարքում, եթե մարդիկ չեն խաղալու, էլի։ Դու մեկ էլ հետաքրիր բան պատմեցի ինձ այդ սուբկուլտուրայի մասին, որ խաղերից դրվագները, երաժշտությունները, նաև անիմեները, ինչ-որ վիդեոներ եք պատրաստում, չէ՞, մի քիչ դրա մասին ավելի մանրամասն։ Հա, ինքը մեծ թեմա է, ինքը բավականին վաղուց արդեն սկսված 1980-ականներից սկսված ինչ-որ ենթամշակույթ է, որը լրիվ սենց ֆանատական բան է, էլի, որ դու վերցնում ես քեզ դուր եկած այդ խաղը, իրանից հատվածներ ու համադրում ես քեզ դուր եկած երաժշտության հետ ու ստանում ես մի հատ երրորդ բան, այսինքն դու դրանով արտահայտում ես քո սերը դեպի այդ խաղը կամ ինչ-որ տրեյլեր ես սարքում օրինակ ֆան, ցույց ես տալիս ուրիշներին ու դա հիմա վերածվել է շատ մեծ շարժման, չնայած հիմա ինտերնետը որ զարգացել է, համայնքները շատացել են, բայց ցվրվել են, առաջ ավելի կենտրոնացած տեղերում էին, շատ են այդ GMV-ները, ոնց որ game music վիդեոները, վստահ եմ շատերը ժամանակին հաստատ YouTube-ում տեսած կնան, ասենք Linkin Park-ով մի հազարատ վիդեո, չգիտեմ, թե Naruto-ով էր, թե Final Fantasy-ով էին շատ սարքում, 7-ի ֆիլմով շատ էին սարքում, Requiem for a Dream-ի soundtrack-ով ու այդ բանով հազարատ կար, էլի, բայց հիմա ավելի են իհարկե հմտացել մարդիկ, ավելի են շատացել այդ էդիտորները ու ես համարում եմ, որ դա շատ հավես ինչ-որ բան է, էլի, ձև է ներգրավվելու, եթե դու գրող չես, ասենք նկարիչ չես, որ կարողանաս ֆանարտ նկարես կամ երաժիշտ չես, որ երաժշտություն բանանես, դա հավես ձև է, որ դու որպես բան գիկ ներգրավվես ու ասես ոնց որ ավարտեցի այս խաղը, այսպես մի հատ բան սարքեցի, չգիտեմ, ով հավանի, շատ լավ է։ Իսկ խաղի այդ դրվագները, որ դու վերցնում ես, քո անցած բանն է լինում։ Հիմնականում քո գեյմփլեյը, քո եթե գեյմփլեյ ես վերցնում, հիմնականում մարդիկ աշխատում են դեն cutscene-ներով աշխատել, որոնք որ 3D լավ որակի են, էլի։ Բայց իհարկե լիքը մարդ կա, որ իրանքն են ձայնագրում, ոնց որ բան տեսագրում կամ էլ իրանքն են սարքում։ Ես Sekiro-ով եմ մի հատ սարքել ու քանի որ YouTube-ից եթե քաշեի որակը լավ չէր լինի, ես դրեցի ամբողջ խաղը նորից անցա, որ այդ cutscene-ները ձայնագրեմ, որ լինի։ Այդ նվիրվածությունն է, նորից Sekiro-ն անցնել դրա համար։ Ինքը լավն էր, բայց մի քանի տեղ սեյվերից եմ օգտվել ուրիշների, որ թռնեմ, ասենք ուրիշ տեղը, ես ինքս պահում եմ իմ սեյվերը մտածելով, որ երբևիցե կարողա պետք լինեն, էլի, բայց մի երկու տեղ օգտվել եմ, որովհետև արդեն շատ հեռու էր այդ բոսը, ես գիտեի, որ այդտեղ cutscene-ա լինելու, բայց հավես չունեի, քաշել եմ, թռել եմ այդտեղ նկարել եմ, էլի։ Իսկ Հայաստանում կա այդպես գործող համայնք, ովքեր որ զբաղվում են դրանով։ Չէ, Հայաստանում որպես կենտրոնացած համայնք չկա։ Հաստատ առանձին լիքը մարդիկ կան, ովքեր անում են։ Ես մի երկու հոգու ժամանակին ճանաչում էի, որ այդպես ակտիվ զբաղվում էին, բայց հիմնականում դա ոնց որ կորավ իրանց կյանքից, իրանք էլ չեն զբաղվում։ Ես այդպես միջև հիմա մանրից երբ կարողանում եմ անում եմ, բայց համայնք որպես այդպեսին չձևավորվեց դրա շուրջ հենց։ Իսկ կարճ տեսանյութերի այդ բանը, որ նոր ֆորմատը, որ ասենք sense տարածվել է Instagram-ում, YouTube-ում, դա օգնում է թե խանգարում է։ Չէ, դա լրիվ ուրիշ բան է ստեղծել, լրիվ ուրիշ ճյուղավորում։ Այն հին old school էդիտորները, ոնց որ որոնք որ ժամանակին սկսել են ու իրանց համար, ասենք 3 րոպեանոց վիդեոն է, ճիշտ է, լինեց երկի տևողությունը, հա, եւ ավել։ Մի քիչ բան են նայում էլի դրան այդ կարճ ֆորմատին, որովհետեւ դա դարձել է հա TikTok-ան բանն ու դա չի համարվում այն կլիպերը, որոնք որ իրանք են սարքում էլի, բայց շատ ասենք թե մրցույթներ արդեն նույնիսկ կատեգորիաներ են ստեղծում այդ կարճ
կարճերի համար, որ ներգրավեն էլի մարդկանց, շատերը ոնց որ սկսում են կարճերից, բայց հետո բացահայտում են այն երկարները, ճիշտ ֆորմատը, էլիտիստական էլի, եւ իրանք էլ են սկսում է դրանով զբաղվել, այնպես որ ինձ թվում է ուղղակի շատացել են ու տարբերացել են էլի այդ տեսակները։ Հարթակը YouTube-ն է հիմնական։ Հա, հիմա արդեն YouTube, TikTok, YouTube եւ Instagram, ինձ թվում է դրանք են ամենամեծ հարթակները։ Առաջ կայքեր կային, որտեղ բոլորը հավաքվում էին, դու գիտեիր, որ այդտեղ է նորությունները, ֆորումներում, հա, ֆորումներում նայես, կարդաս, քննարկես, բայց հիմա շատ ծվրված է, էլի, այդ ամեն ինչը։ Հա, շատ հետ, օրինակ ես չգիտեի, հա, բնականաբար այդ վիդեոները տեսել եմ, բայց չգիտեի, որ դա ինչ որ առանձին ենթամշակույթ է, առանձին սուբկուլտուրա է, հա, իր մրցույթներով, որոշակի նույնիսկ եղել են պաշտոնական ինչ որ համագործակցություններ, որ հայտարարում են, ասում են, ասենք թե մենք ուզում ենք մեր նոր խաղի համար, որ դուք սարքեք, ասենք, ֆան վիդեոներ, ու հաղթողը ստանում է, չգիտեմ, $1000 օրինակ, ու այդտեղ լցվում են, էլի։ Չինացիք են շատ մեծ տենց մրցույթներ անում, $5000 բաներով, ասենք մրցանակներով եւ այլն, իրանց մոտի YouTube-ը, Bilibili-ն ունի պաշտոնական այդ կոնկուրսները, էլի։ Այնպես որ հա, տարածվում է այդ։ Չինաստանում մանավանդ որ գեյմինգ ինդուստրիան սկսել է աճել, իրանք իրենց ստուդիաները։ Հա, իրանք հա շատ դրանով զբաղվում են, էլի կոնկրետ, ու շատ պրոֆեսիոնալ են զբաղվում։ Երբ որ դու չինական մրցույթի ես փորձում մասնակցել, դու այնտեղ ասես կոնկրետ մոնստերների դեմ ես, էլի, որտեվ իրանք այնենց որակի վիդեոներ են անում, ասես տեխնիկական, էլի, ինչ որ էֆեկտներով, բաներով, որ ասես ասում ես, այ մարդ, դու գնա ավելի լավ պրոֆեսիոնալ անիմացիայով զբաղվի, ես տեղ իմ համար իմ սովորական բաներով, պրոֆեսիոնալների դեմ չեմ կռվում։ Շատ հետաքրքիր էր, բայց ցավոք մեր ժամանակը սպառվում է, ապրես որ եկար։ Շատ շնորհակալ եմ հրավերի։ Գեյմինգի թեման ինքը անսպառ է, ինչքան շատ խաղ, այնքան թեմաներ, այնց որ կարող է նորից հանդիպենք։ Շատ ուրախ կլինեմ։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։